օրհնյալին Աստված, կարդում եմ Ղուկաս ավետարան 17-րդ գլուխ 5-6 համարները։ Եվ առաքյալներն ասեցին Տերոջը. մեր հավատքն ավելացրու, եւ Տերն ասեց. եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս թզենուն կասեք պոկվիր եւ ծովի մեջ տնկվիր, եւ նա կհնազանդի ձեզ։ Սիրելիներ, Տեր Հիսուս, երբ որ աշակերտներն ասին մեր հավատքն ավելացրու, կախարդական փայտիկ չէր, որ խփեր ու ասեր ձեր հավատքը ավելացավ։ Տեր Հիսուս հետաքրքիր պատասխան է տալի, ասում է, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս թզենուն կասեք պոկվիր, ծովի մեջ տնկվիր եւ նա կհնազանդվի ձեզ։ Այսինքն, եթե մեր կյանքում խնդիրներ առաջ կան, ծառների պես անհասկանալի, անբացատրելի, անպտուղ խնդիրներ առաջ կան, որ մենք չենք հասկանում դրանից, Տեր Հիսուսն ասեց, կասես, պոկվի եւ ծովի մեջ տնկվի եւ նա կլինի, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաս, եթե մանանեխի հատի չափ, փոքր հատիկի չափ հավատքը լինի, դու կարող ես ասես ու քո խոսքը կատարվի, բայց եթե այսօր քո խոսքը չի կատարվում, նշանակում է հավատքի հետ խնդիրներ ունենք։ Մատթեոս ավետարան 17-րդ գլուխ, սիրելիներ, 14 համարից, երբ որ կարդում ենք, այդպես խոսում է մի մարդ, եկավ ծունկ եկավ Տիրոջ առաջ եւ ասեց իմ տղեն լուսնորդում է եւ վերջապես բերեցի քո աշակերտների, նրանք չկարողացան հանել դևը եւ Տեր Հիսուսը ասեց ինձ մոտ բերեք եւ բերեցին Տիրոջ մոտ եւ Տերը հրամայեց եւ դևը դուրս եկավ եւ այդ տղան բժշկվեց եւ հետո աշակերտները նրան ասեցին մենք ինչու չկարողացանք հանել դևը եւ 19 համարը այդպես է խոսում ասպա ձեր թերահավատության համար որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք այս սարին կասեք փոխադրվիր այստեղից այնտեղ եւ նա կփոխադրվի եւ ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար Սիրելիներ Տեր Հիսուս աշակերտների ուշադրությունը գրավեց մի կարևոր կետի վրա ձեր թերահավատության պատճառով չի ստացվում ձեր կյանքում բաներ կա որ չի ստացվում սա ոչ թե չի լինելու այլ ձեր թերահավատությունն է պատճառը որ չի ստացվում ձեր հավատքի պակասությունն է որ չի ստացվում որովհետև բարձ ասեց եւ ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք սիրելիներ սա շատ լուրջ Տերը խոսում է սրա մասին եւ ես ուզում եմ 3 կետ առանձնացնեմ մեր հավատքին վերաբերվող եւ մեր աղոթքը որ ստացվի եւ կատարվի տեսեք Տեր Հիսուսն ասեց եթե ասեք ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար եթե ասեք ուրեմն մենք մեր խոսքերին պիտի ուշադիր լինենք մենք մեր բառերին պիտի ուշադիր լինենք մեր ասած խոսքերին որովհետև դու կարող ես շատ բաներ խոսես ու քեզ թվա թե լրիվ նորմալ է բայց քո խոսքերին պետք է ուշադիր լինես որովհետև Տիրոջ խոսքն ասում է եթե ասես ոչինչ անկարելի չի լինի քեզ համար այսինքն քո խոսքը շատ կարևոր է որ խոսքիդ վրա ուշադիր լինես որ անտեղի խոսք չունենաս որ դադարք խոսք չունենաս անպտուղ խոսք չունենաս անտեղի ափեղ ծփեղ խոսք չունենաս սիրելիներ խոսքիդ վրա ուշադրություն դարձնես երկրորդ կետը որ ուզում եմ մեր աղոթքի վրա է որ մենք պետք է մեր աղոթների վրա ուշադիր լինենք որ ասում է ինչ որ աղոթքի մեջ խնդրես հավատա եւ կլինի քեզ եւ կստացվի այսինքն դու քո աղոթքներին պիտի հավատաս քո արած աղոթքներին պիտի հավատաս ինչ ես աղոթում պարտականություն ես աղոթում թե իրականում աղոթք ունես
լուրջ աղոթք եւ հավատում ես քո արած աղոթքին, որ երկինքը տեսնում է այդ աղոթքը եւ կլինի քեզ։ Սիրելիներ, սրանք շատ կարևոր բաներ են, որ մեր հավատքը այստեղից ավելանում։ Ես ինչ որ աղոթում եմ, ես հավատում եմ իմ արած աղոթքներին։ Ես հավատում եմ իմ բերանից դուրս եկած խոսքերին, որ ես խոսում եմ։ Սրանք շատ կարևոր կետեր են, սիրելիներ, որ մենք պետք է ուշադիր լինենք։ Եվ երրորդ կետը, որ ուզում եմ կանգնել սրա վրա, Տիրոջ խոսքը Հովհաննես ավետարանի մեջ 5:14-ում այդպես ասում. ինչ որ նրա կամքի պես խնդրեք, ինչ որ նրա կամքի պես խնդրեք, այսինքն մենք պետք է զանազանենք մեր խնդրվածքները Տիրոջ ուզած ձևով, թե չէ։ Մեր աղոթքները, մեր խնդրվածքները Տիրոջ ուզած ձևով, որ ստացվի մեր կյանքում, որ լինի։ Դրա համար, սիրելիներ, այս 3 կետերը պետք է, որ մեր հավատքը ավելանա, որ մեր հավատքը զորանա։ Տեր Հիսուս չասեց, ես ձեզի հեսա կասեմ ու ձեր հավատքը կավելանա, ձեր ճանապարհին սարեր կլինեն, ու այդ սարերը պետք է տեղափոխվեն, բայց ոչ թե ուրիշների միջոցով, այլ դու պիտի ասես եւ պիտի ստացվի։ Տեր Հիսուս այդպես ասեց. անկարելի չի լինելու, դու պիտի ասես ու պիտի ստացվի, սա քո բերանից դուրս եկած խոսքն է լինելու, որ տեղափոխվի ու նա պիտի տեղափոխվի, պիտի լսի։ Սա քո հավատքը պետք է լինի քո ասած բառերի ու խոսքերի վրա, դու շադիր պիտի լինես։ Եվ ինչ որ նրա կամքի պես աղոթք անես, խնդրես, հավատա քո արած աղոթքներին եւ կստացվի։ Սիրելիներ, թող Տերը փառավորվի, Աստված զորացնի մեզ, ուժ ու կարողություն տա, որ մեր կյանքի բոլոր խնդիրների, խնդիրների, դժվարությունների, մեր կյանքում պատահելիք բոլոր փոթորիկների մեջ հիշի, դու Տիրոջ առաջ ես, Տերը տեսնում է քեզ, ուզում է քո մեջ տեսնի մանանեխի հադը, գործում է թե չէ։ Երբ որ փոթորիկ ելավ ծովի վրա, Տեր Հիսուս քնած երեգան արթնացրեցին, ասին հելի կորչում ենք, վարդապետ կորչում ենք, դու անհոգ քնած ես։ Հելավ խաղաղություն, ասես խաղաղվիր, հանգստացիր, ծովը խաղաղվեց։ Սրանք զարմացան, ասես թերահավատներ, ուրա ձեր հավատքը։ Դուք պետք է ասեք ու պետք է ստացվի, ուրա ձեր հավատքը, ինչի չեք վստահում ձեր ասած խոսքերին, չեք հավատում ձեր ասածին, որովհետև մենք այնքան բաներ ենք խոսում, որ զգուշություն չենք անում մեր ասած բաներին, դրա համար էլ մենք ինքներս չենք հավատում մեր ասած խոսքերին։ Դրա համար թող Տերը օգնի մեզ ուշադիր լինելու այս բանի վրայով, որ մեր հավատքը ավելանալու խնդիրը կախված է մեզանից։ Մեր կյանքում պատահելի խնդիրների, դժվարությունների մեջ քո հավատքը պիտի ավելանա, դու պետք է վստահես այն խոսքերին, որ լսել ես, խոսում ես, ասում ես, եւ Տերը պիտի քո ասած խոսքի պես կատարի։ Դրա համար թող Տերը օգնի մեզ, զորացնի, շնորհքով լեցնի, օրհնի Սուրբ Հոգով զորացնի, որ մենք մեր կյանքի մեջ ուշադրություն դարձնենք մեր ասած բառերին, մեր խոսքերին եւ Տիրոջ կամքի համաձայն մեր բոլոր խնդրվածքներին։ Ամեն։